սիրելի հաղթանակցիներ, մեծարգո հյուրեր, բարի գալուց հաղթանակ, որտեղ այսօրն առանձնահատուկ է, եռակի տոն։ Մենք հավաքվել ենք մեր գլխավերևում հպարտորեն ծածանվող եռագույնի ներքո, խոնարհվելու այն արժեքների առջև, որոնք մեզ դարձնում են միասնական, ուժեղ և հաղթող։ Մեր դրոշը մեր տանսյունն է, մեր հողի կանչը և մեր պապերի պատգամը։ Իսկ ղեկավար, հերոսական ընտանիքի նվիրյալ զավակ, հայրենանվեր հայ, պարոն Վահրամ Շարոյանին։ Խնդրեմ, պարոն։ Այսօր այստեղ ենք միասին եռատունը նշելու համար։ Երբ նայում եմ մեր սահմանամերձ գյուղի երկնքում, հպարտորեն ծածանվող դրոշին, տեսնում եմ ոչ միայն սահմանադրության կնիքը, այլև մեզ այս հողին տեր պահող ուժը։ Իմ ընտանիքում և բնակավայրում հերոսությունը սոսկ բառ չէ, այլ կենսակերպ։ Հայրենիքից յուրաքանչյուր թիս հողի համար թափված արյունն ինձ սովորեցրել է մի պարզ ճշմարտություն։ Պետական շահը սրբազան է հայրենիքի հանդեպ պարտք անժամկետ։ Այս մեր գյուղը զարգացման ուղու վրա է։ Մենք կառուցում ենք, տնկում ենք, սովորում ենք և այս ամենը հանուն մեր երեխաների։ Սա է մեր իսկական ապագան, յուրաքանչյուր ծառ մեր բակերում, յուրաքանչյուր նորամուծություն մեր դպրոցում, յուրաքանչյուր հաղթանակ, փոքր թե մեծ, մեր հայրենասիրության գործնական արտահայտությունն են։ Թող այս դրոշը լինի մեր միասնության, մեր արժանապատվության և մեր անկոտրում կամքի վկան։ Փառք մեր պետականությանը, փառք մեր հերոսներին, կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհավոր սահմանադրության այս վեհ դրոշի հայրենի գյուղի սորը։ Շնորհակալություն։ Հայապահպանությանը, հայրենագիտությանը և ազգային միասնության ամրապնդմանը։ Մեր պատվավոր հյուրն այն եզակի գործիչներից է, ով պատմությունը ոչ միայն ուսումնասիրում է, այլև ինքն է կերտում այն, իր գործունեությամբ կապելով հայության տարբեր հատվածները։ Նա հաղթանակի պատվավոր քաղաքացի է, սրտացավ ջավախեցի, հայտնի քաղաքական գործիչ։ Հրավիրում եմ Ջավախք հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր, Երևանի պետական համալսարանի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, պարոն Շիրակ Թորոսյանին։ Խնդրեմ, պարոն Թորոսյան։ Սիրելի ներկաներ, սիրելի հաղթանակցիներ, սիրելի հյուրեր։ Եռատուն անվանեցինք և չենք սխալվում։ Հայաստանի Հանրապետության սահմանադրության օրն է։ Հաղթանակի համար հաղթանակ գյուղի 70-ամյա գյուղի տոնն է, որ արդեն նշվում է 3-րդ տարին և վստահ եմ 1000-րդ անգամ կնշվի և մեր պետության մյուս կարևոր խորհրդանիշ այս գեղեցիկ ծածանվող դրոշի նաև օրն է, որ մենք տոնում ենք այսօր։ Քանի որ տոն է, ուրեմն գյուղի տոն սահմանելու և հետևողականորեն այն առաջ տանելու համար վստահ եմ առաջիկա տարիներին հաղթանակցիները ավելի նպատակասլաց կնվիրվեն տոնին և ավելի բազմամարդ կլինի այս պարտքունքը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Աշոտ Շարոյանին 3 տարի առաջ ընդառաջելով հաղթանակցիների խնդրանքի և նաև իր անձնական նախաձեռնությամբ այս վեհաշուկ դրոշը բերելու և տեղակայելու համար 4.5-9 այս չափի դրոշ Հայաստանի Հանրապետության տարածքներում շատ քիչ տեղեր են ծածանվում։ Մարտնչելով հանուն հայրենիքի և հանուն պետության բախտ են ունեցել չզոհվելու։ Սիրելի ներկաներ, դուք հասկանում եք, որ մենք նոր էվոլյուցիա ենք ապրում։ Դուք հասկանում եք, որ մենք հիմա սկսում ենք շեշտակիորեն փոխվել դեպի լավը։ Իսկ ինչու՞մն է կայանում մեր այդ փոփոխությունը։ Մեր այս երեխաների ներկայությամբ այստեղ նշեմ, սիրելի մեծահասակներ, մենք սկսել ենք պետություն սիրել։ Այս է մեր նոր հեղափոխությունը։ Մենք սկսել ենք պետություն սիրել։ Մենք սկսել ենք արժևորել պետական ատրիբուտիկան։ Շնորհավորում եմ այսօրվա գեղեցիկ օրվա կապակցությամբ։ Այսօր եռատուն է հաղթանակում։
Սահմանադրության օր, դրոշի օր, հաղթանակի օր եւ հաղթանակ գյուղի օր։ Այսօր այո, հաղթանակ գյուղում հաղթանակի օր է նաեւ։ Շնորհավորում եմ եւ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ եւ մեր շնորհալի սովորողների իրենց կրթօջախի նկատմամբ ունեցած անսահման սիրո ու նվիրումի շնորհիվ։ Հրավիրում եմ հաղթանակի միջնակարգ դպրոցի սովորողներին։ Խնդրեմ, սիրելի աշակերտներ։ Մտքով տուն ուրի մարներ արթուն տեսնեի այն առուն կարոտով ես անհուն որ ամեն մի գարուն ջրերով վարարում կարգաչում էր սարերում տեսնեի այն առում կարոտով ես անհուն որ ամեն մի գարուն ջրերով վարարում կարգաչում էր սարերում Ուսերին կրելով պատմության ծանրությունը, բայց աշխարհում միշտ վառ պահելով ազատության տենչը։ Այդ ճանապարհը մեզ բերեց դեպի անկախ պետականություն։ Բարի օր, հարգելի հյուրեր, ուսուցիչներ եւ սիրելի ընկերներ։ Պետությունը լոկ տարածք չէ, պետությունը գաղափար է, որն ունի իր սրբազան խորհրդանիշները։ Այսօր մենք համախմբվել ենք նշելու մեր պետականության ամենակարևոր տոներից մեկը։ Այսօր հուլիսի 5-ին մենք տոնում ենք մեր ինքնության, մեր իրավունքի եւ մեր հպարտության օրը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ պետական խորհրդանիշների տոնը։ Պետական խորհրդանիշներն այն սրբություններն են, որոնք միավորում են մեզ որպես ազգ եւ պետություն։ Դրանք պատմում են մեր անցյալի, մեր պայքարի եւ մեր լուսավոր տալիս է հզոր իրավունքներ, բայց իրավունքը չի կարող գոյություն ունենալ, եթե չկա պարտականություն։ Ես ազատությունն եմ։ Ես քեզ իրավունք եմ տալիս սովորելու, կրթություն ստանալու, ազատ արտահայտելու քո կարծիքը, ապրելու անվտանգ ու առողջ միջավայրում։ Ես քո պաշտպանն եմ։ Իսկ ես քո պատասխանատվությունն եմ։ Որպեսզի դու ապրես անվտանգ երկրում, դու պետք է սովորես եւ հարգես դպրոցի կանոնները։ Որպեսզի դու ունենաս կրթվելու իրավունք, դու պետք է սովորես եւ հարգես դպրոցի կանոնները։ Դու պետք է պահպանես բնությունը եւ հարգես ուրիշների իրավունքները։ Լարն եմ սիրում։ Մեր հին սազի ողբանվակ լացակումած լարն եմ սիրում։ Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վարման ու նայրյան աղջիկների հեզաճկում պարն եմ սիրում։ Սիրում եմ մեր երկինքը մուկ, ջրերը ջինջ, լիճը լուսը։ Ազդարարում է Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է։ Այսօր մենք խոնարհվում ենք բոլոր նրանց հիշատակի առջև, ովքեր այս տողի համար են զոհվել, ովքեր իրենց կյանքը նվիրաբերել են անուն մեր պետության լինելության։ Իմ սուրբ հայրենի, դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա։ Իմ սրտի միջից թե սիրտս ճախքես, դրոշի բոցը պիտի հուրհրա։ Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին, սակայն իմացիր, հայրենիքի մեծ։ Քեզ 100 տեղով խոցեց շտամին, բայց 1000 տեղով իմ սիրտը խոցվեց։ Ես ամբողջովին քոնն եմ հայրենիք, եւ մամի նման ճամփեքիդ վրա քո փառքի համար թե մի օր վառվեմ, մոխրաբից անգամ ինձնից չի մնա։ Մենք տոհմի զավակներն ենք, չենք վախի, մանր մուներ փորձանքներից չենք փախչի, մենք դեռ փոքրուց միշտ սիրել ենք հաջություն, ինչ էլ որ լինի չենք հանդուրժի պարտություն, մենք դեռ փոքրուց միշտ սիրել ենք հաջություն, ինչ էլ որ լինի չենք հանդուրժի պարտություն, Բայց ազգի աննկուն ոգով են պահվում։ Մեր սահմանադրությունը կոչ է անում ապրելու, պաշտպանելու եւ շենացնելու մեր տունը, Հայաստանի Հանրապետությունը։ Այն միայն կտոր ու գույն չէ, այն հայ ժողովրդի կենսագրությունն է։ Նրա աղոթքը, նրա մարտական կանչն ու հաղթանակի դրոշմը։ Մեր այսօրվա եռագույնն ունի հարուստ պատմություն։ Դրոշ առաջին անգամ ընդունվեց Հայաստանի առաջին հանրապետության ժամանակ 1918 թվականին մեծն Մարտիրոս Սարյանի եւ այլ մտավորականների քննարկումների արդյունքում։
իսկ 1990 թվականի օգոստոսի 24-ին այն վերստին դարձավ անկախացող Հայաստանի խորհրդանիշը։ Ըստ օրենքի ես խորհրդանշում եմ հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության եւ ազատության համար։ Ես այն արյունն եմ, որ թափվել է մեր սահմաններում, եւ այն կրակն եմ, որ երբեք չի հանգչի հայ օջախում։ Ես կապույտն եմ, ես խորհրդանշում եմ հայ ժողովրդի ապրելու կամքը, խաղաղ երկնքի ներքո։ Ես Մասիսի կատարին բազմած վճիտ երկինքն եմ, մեր հոգու խաղաղությունն ու Սևանի հայելին։ Ես նարնջագույն եմ, ես խորհրդանշում եմ հայ ժողովրդի առաջագործ տաղանդը եւ աշխատասիրությունը։ Ես քայից հաց քամող հայ ջանքն եմ, որ դաշած քայքարերն ու հասունացած ձյանի գույնը, որ խորհրդանշում եմ մեր տաղանդի մասին։ Գիտեք թե ինչպես է զինվորը մոտենում դրոշին։ Նա ծնկի է գալիս, համբուրում է սրբազան կտորի եւ երդվում անգամ կյանքի գնով պահել հայրենիքի անվտանգությունը։ Բայց դրոշը միայն սահմանին չէ։ Դրոշը մեր դպրոցներում է, մեր հաղթանակած մարզիկների ուսերին, միջազգային բեռերում։ Ասես թևեր եմ ստանում։ Նայեք այս դրոշին։ Կարմիրը սոսկարյուն չէ, այլ համառություն։ Կապույտը միայն երկինք չէ, այլ խաղաղություն։ Ծիրանին լոկ արև չէ, այլ հույս։ Այս դրոշի անունն է հայրենիք։ Հպարտության աղբյուրը։ Հաղթանակի բարձունքում ծածանվող մեր եռագույնը հենց այդպիսի ոգեշնչող նախաձեռնության արդյունք է։ Մեծ պատիվ է հրավիրել մի մարդու, ում հայրենասիրական մտքի թռիչքի շնորհիվ մեր եռագույնը վեր խոյացավ հաղթանակի բարձունքում, դառնալով հայի անկոտրում ոգու խորհրդանիշը։ Հրավիրում ենք պարոն Աշոտ Փանոյանին։ Խնդրեմ, պարոն Փանոյան։ Բարևում եմ բոլորիս, շնորհավորում եմ մեր եռատոնը, բայց կուզեմ խոսքը շարունակել նոր մի լավ բալիկ երգ երգեց հաճելի, որտեղ ասվում է թռչեի մտքով գնայի տուն։ Ժամանակն է, որ մտքով չթռչենք, ժամանակն է, որ թռնենք իրական գանք հայրենիք, գանք մեր տուն, մեր հողը, ծաղկացնենք ու շենացնենք մեր հողը, սիրենք միմյանց, գնահատենք ամեն մեկի լավ արարքը ու մեր օրինակով դաստիարակենք ամբողջ ազգը։ Շատ հաճելի է։ Ինչը վերաբերվում է եռագույնին, ես կցանկանայի, որ ամեն մեկը գիտակցեք, թե դա ինչ է։ Երբ մենք գիտակցենք ինչ է եռագույնը, կդադարենք սեղաններին բաժակաճառերով։ 1000 տարիներ ու 1000 դարեր։ Ապրի ինչքան շատ ապրել է, 1000 տարիներ ու 1000 դարեր։ Անբաժանելի մասն է։ Մեր հաջորդ հյուրերը հանդիսատեսին են ներկայացնում գեղեցկության, արվեստի եւ ավանդույթների մի յուրօրինակ համադրություն։ Դիմավորենք Ջիլավյան պարային համույթի շնորհալի պարողներին, գեղարվեստական ղեկավար եւ պարուսույց Կարինե Ջիլավյան, Էլեգիա։
թրջելով հերոսական հաղթանակն են տեղակայված նազանքով։ Մեղմ լեռնային իր տեղանքով, արևոտ տևական ամառներով, արժատև տաք ձմեռներով հրապուրում է կլիմայով։ Եկեք սաներ մեր սիրելի չքնաղագեղ աղջիկներ, հովերգին գյուղն իմ սքանչելի առուտասիրտ տղաներ։ Հայ-վրացական սահմանագլխին կիպարիսով եզերված մեր Տեբեդյան հարթավայրին ծաղկում է գյուղն իմ տիկնած։ Գիշեր ցերեկ կրտինք թափել, ամայի դաշտին շունչ տվել, օղտ աղբյուրից ջուր են առել, ջրել այգին լուր ու մունջ, օղտ ծաղկից ծաղիկ քաղել, կապել սիրո ծաղկե փունջ, ջուրն ու մարդիկ աղոտ դրել, խնդիր կարել երկնքին։ Ույս ու շաղով լցված սրտերն ու աչել, հերոսական հաղթանակցին դրախտ դարձրեց գյուղը մեր, սահմանամերձ բնակավայրս օրինակ է քաջության, հերոսական որդիներն են դասեր տալիս արիության։ Միջպետական մայրուղին է հսկում գյուղս քաջաբարը, անցնող դարձող ճամփորդներին տալիս օրնանք մայրաբար, հյուրընկալ է մեր օջախը, բաց է դուրն ու սեղանը, հաց ու գինով համենված հաղթանակցու ավանդը, և թող հավերժի, ծաղկի, ապրի, գյուղս հին ու նոր կյանքով, խաղաղություն իշխի տիրի, գյուղիս ամեն անկյունում։ Հավատարիմ մնալով իր անվանը եւ խորհրդանշելով ուժ, համառություն ու հաղթանակ։ Սիրելի հյուրեր, ուսուցիչներ, ծնողներ եւ աշակերտներ, այսօր մենք եւս մեկ անգամ համոզվեցինք, որ սահմանադրությունը մեր պետության ամուր հիմքն է, իսկ մեր համայնքներն ու բնակավայրերը այդ հիմքի վրա կառուցված Հայաստանի կենթանի ու զարգացող մասնիկը։ Հպարտությամբ խոսեցինք մեր հայրենի հաղթանակ գյուղի մասին, նրա պատմության, ավանդույթների եւ մարդկանց մասին, ովքեր իրենց աշխատանքով ու նվիրումով շարունակում են շնացնել ղեկավարել է մի մարդ, ում աշխատանքային ոճի հիմքում եղել է ոչ թե ավելորդ խոսքը, այլ սթափ միտքն ու խելամտությունը։ Հրավիրում ենք դպրոցի նախկին տնօրեն, փորձառու մանկավարժ պարոն Գևորգ Բիջոյանին։ Խնդրեմ, պարոն Բիջոյան։ Այսօր հավաքվել ենք 3 առիթի կապակցությամբ։ Շնորհավորում եմ բոլորիս մեր դրոշի տեղադրման, մեր հաղթանակ գյուղի 77-ամյակի եւ առավել եւս պետական տոնի սահմանադրության օրվա կապակցությամբ։ Երեքի մասին էլ կարելի է անverջ խոսել, կարևոր բաներից մի երկու բան նշենք։ Սահմանադրությունը դա մայր օրենքն է, որով առաջնորդվում է մեր պետությունը։ 4-րդ խորհրդանիշն է մեր պետության, դրոշը, հիմնը, օրդերգը եւ 4-րդը սահմանադրությունը, որի բոլոր կետերի համապատասխան մեր պետական բոլոր գործառույթներն են իրականացվում։ Ունենք սահմանադրություն, որը մեր սուրբ երկրի կարելի է համարել պետության, եւ ունենք սահմանադրական դատարան, որը կարգավորում է այդ բոլոր գործընթացները։ Առաջ սահմանադրական մեր նահատակներին կեցե մեր հանրապետությունը դեպի առաջ, դեպի զարգացում։ Շնորհակալություն։ Մեր դպրոցի նորացման ակունքներում մեր կրթօջախում տեղի ունեցող փոփոխությունները նրա շնորհիվ են։ Նա ոչ միայն անաչառ տնօրեն է, այլև դպրոցի ապագան կերտող սրտացավ մանկավարժ։ Հրավիրում ենք հաղթանակի միջնակարգ դպրոցի տնօրեն Տիկին Մայրանուշ Մկրտումյանին, ով իր գործունեությամբ նոր շունչ ու նոր հորիզոններ բացեց մեր դպրոցի առջև։ Հարգարժան հյուրեր, հպարտորեն ծածանվող մեր դրոշին նայելով անսահման երախտագիտություն եմ զգում։ Ինձ համար մեծագույն պատիվ է ղեկավարել մի կրթօջախ, որտեղ թե ուսուցչի եւ թե սովորողի համար հայի վսեմ արժանապատվությունը հարիր է։ Ցանկանում եմ նշել, որ մեր կրթօջախում շարունակում են եւ յուրաքանչյուր ջանք ներդրվում է պետականամետ մտածողությամբ անհատի ձևավորման գործը պատվով հաղթահարելու համար։ Եվ ես ձգտում եմ ստեղծել այնպիսի դպրոց, որտեղ ուսուցիչն իրեն ազատ ստեղծագործելու հնարավորություն ունի, սովորողը արժևորված է եւ հենց այդպիսի քաղաքացիներն են վաղվա հպարտ, ուժեղ կայուն պետության երաշխավորները։ Շնորհավորում եմ բոլորիս այս եռակի տոնի կապակցությամբ մեր սիրելի գյուղի, մայր օրենքի եւ պետական խորհրդանիշների։ Կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Բարողներին իրենց հաջորդ ելույթով ամբողջացնելու այս գեղեցիկ տոնակատարությունը։ Պատրաստվեք տեսնելու հայկական պարի նոր դրսևորումներ։
պատմությունը։ Մենք լսեցինք մարդկանց, ովքեր կերտել են մեր գյուղի պատմությունը։ Տեսանք երեխաներին, ովքեր կերտում են մեր վաղվա օրը, եւ զգացինք, որ հաղթանակի միջնակարգ դպրոցը պարզապես կրթօջախ չէ, այն մեր համայնքի բաբախող սիրտն է։ Շնորհակալություն բոլորի այս անմոռանալի օրը մեզ հետ կիսելու համար։ Մաղթում եմ խաղաղ երկինք, անսասան կամք եւ նորանոր ձեռքբերումներ։ Իփառս մեր հարազատ հաղթանակի եւ հզոր Հայաստանի։ Սիրում եմ իմ երկիրը Ես սիրում եմ իմ երկիրը